Սերժ Սարգսյանը պատկերավոր համեմատություն արեց, ասաց, որ ժողովուրդը նախիրի մեջի էշի ճակատն է պատճել, ինչպես կարող եք արձագանքել։ Դե իհարկե գայթակղությունը մեծ է էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնարապես երբ որ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա գիտեք ոնց է անվանում, բայց ես չեմ իջնի այդ դաշտ, իսկ ընդհանրապես կներեք էլի, բայց ես Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Բայց հիմա էլ ասում են 2018-ին իշխանազավթում է եղել։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է, էլի։ Իշխանազավթում չի եղել։ Հարգելի գործընկերներ, եկեք մի հատ փաստերը դնենք իրար կողք, էլի։ 2023 թվականին Սերժ Սարգսյանը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի, տալիս է հրաժարական։ Հետո հանրապետական խմբակցության անդամները, դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանդրադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում։ Չէ, ասում է իրենց է պարտվել, իրենց է։ Հարգելի գործընկերներ, կրկին հարց եմ տալիս, այսինքն ինքը կապիտուլյանտ անձնավորություն է, որ ինքը թույլ է տվել, որ երկրի դրսից հեղաշրջում իրագործվի, այդ դեպքում ուրեմն ինքը ընդհանրապես քաղաքականության մեջ գործ չունի։ Իսկ իրականությունը հետևյալն է. ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ իրենց կողքը ֆրֆռացող տարատեսակ դեմքեր, այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացել ամեն անգամ ընտրություն կեղծելով եւ մնացած բոլոր հանգամանքներով։ Ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում։ Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունը ԻԾՆ պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանի եւ ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնորհ իշխանությունը Սերժ Սարգսյանից, այդ դեպքում գուցե տրամաբանություն կայի ասած իրենց ասացի մեջ, բայց ուրեմն թող իրենց հայտարեն մոնարխիստ, հայտարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը եւ ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը իրեն։